Բարև ձեզ, ես Ինեսան եմ, Պիլատեսի բարձրակարգ մասնագետ եւ մենթոր, Հայաստանի Հանրապետության առաջին եւ միակ մասնագիտացված Պիլատեսի դպրոց ստուդիայի համահիմնադիրը, Պիլատեսի ասոցիացիայի նախագահը։ Բարի գալուստ իմ պոդքասթ։ Այս հարթակում իմ հյուրերը պատմելու են իրենց հետաքրքիր պատմությունները եւ այն ճանապարհը, որով մենք անցնում ենք Պիլատեսի մարզումների միջոցով։ Իսկ ես կպատմեմ, թե ինչպես է փոխվում ձեր կյանքի որակը մարմինը մարզելու միջոցով։ Այսօր պոդքասթի իմ հյուրն է Go Travel-ի հիմնադիր Լիաննա Սահակյանը։ Ողջույն Լիաննա։ Ողջույն Ինեսա ջան։ Մենք արդեն քանի տարի միասին ենք։ Սա 2 տարի է լինելու։ Այո։ Կպատմես ինչը քեզ բերեց մեր ակումբ եւ առհասարակ ինչպես սկսեցիր մարզվել Պիլատեսով։ Նախ ասեմ, որ շատ հոգեարազատ վայրում եմ հիմա գտնվում ու ջերմությամբ եմ լցված, մերսի քեզ շատ։ Ուրեմն միշտ որոշել եմ սպորտով զբաղվել, բայց որտեղ հաճախել եմ, ոնց որ ստիպված եմ արել։ Չեմ արել ամբողջ սրտով, հոգով, մարմնով, այլ որ սպորտը պետքա զբաղվես։ Հետո տեսա ձեր գովազդները Instagram-ում ու ընկերներիցս մեկը ռեկոմենդացիա տվեց, զանգեցի, եկա առաջի քո դասին, այնքան մարդ կար, ուզում եի թողեի գնայի։ Ասենք այսքան շատ մարդ ոնց է կարող գնացել։ Իրոք լավա չեմ գնացել, որովհետև ես մնացի ու դասի վերջում հասկացա, որ անցավ դասը, ոնց որ զորով չէր։ Ես սիրով է տարեցի։ Հետո մի 2 անգամ եկա Մատ Պիլատեսի ու ինձ առաջարկվեց անհատական կոմոդ դասընթացներ։ Դրանից հետո արդեն գրուպավոր ռեֆորմերի դասերին եկա ու արդեն էսա ապրիլին երկրորդ տարին է լինելու։ Շատ ուրախ եմ։ Ես էլ եմ շատ ուրախ, որ մենք միասին ենք ու շատ ուրախ եմ, որ հարցիս պատասխանը սկսվեց հետևյալով, որ դու մեծ հաճույքով ես գալիս այստեղ։ Այս նախադասությունը սիրելի հետևորդներ, ես լսում եմ երևի թե մեր բոլոր հաճախորդներից, նույնիսկ այն մարդիկ, ովքեր չեն սիրում մարզվել, որոնք չեն սիրում ոչ մի ֆիթնեսի տեսակ, իրանք միշտ շատ մեծ հաճույքով գալիս են Պիլատեսի։ Իսկ այն, որ խմբում եղել է շատ մարդ, շատ հաճախորդներ ունենք, որոնք իսկապես շատ նեղվում են այդ ֆորմատից խմբակային դասի, մենք իրենց միշտ առաջարկում ենք, որպեսզի անհատական դասերի կան։ Բայց նաև միշտ ես իրենց ասում եմ, որ միշտ իմացեք, երբ որ մի բանի համար հերթ է կանգնած, ուրեմն այդ բանը շատ լավն է։ Լիան, շատ անգամ մարդկանց թվում է, եթե մարդը նիհար է, ուրեմն էլ ինչի համար է ինքը մարզվում ու ես համոզված եմ, որ շատ շատերը քեզ նույնպես այդ բանը ասել են։ Լիան, դե նիհարել ես, ինչի տա պետք է մարզվես։ Ես ուզում եմ, որ մենք միասին մեր հետևորդներին բացատրենք, որ Պիլատեսը միայն նիհարելու մասին չէ, որ նա Պիլատեսը փիլիսոփայություն է, որը օգնում է մեզ մեր մարմնի եւ մտքի հնարավորությունները հասնել գագաթնակետին։ Ճիշտ է, օրինակ նիհար մարդը չի նշանակում գեղեցիկ կամ առողջ։ Դու կարող ես գենետիկորեն ունենաս նիհար կառուցվածք, բայց խալ ասանկա ունենաս կամ քիչ էներգիա ունենաս։ Օրինակ Պիլատեսի լավագույն հատկանիշն է մեկը, որ ինձ էներգիա է տալի, մոտիվացիա է տալի։ Ես Պիլատեսից հետո դուրս եմ գալիս եւ ուզում եմ բոլոր աշխատանքները կատարեմ, լիքը ֆինանսական հաջողություններ ունենամ, ընկերներիս հետ հանդիպեմ, ընտանիքիս հետ լավ ժամանակ անցկացնեմ, ոնց որ էներգիա է լցնում ինձ։ Իսկ դրանն էլ բոնուս գեղեցիկ կառուցվածքը ոնց որ ինքը կերտում է։ Դա բոնուս է գեղեցկությունը։ Առաջնայինը իմ համար կոմֆորտն է, առողջությունն է ու էներգիան է։ Ես շատ ուրախ եմ, որ մեր նախորդ հյուրը նույնպես նշեց առաջինը ոչ թե գեղեցկությունը, այլ առաջինը նշեց առողջությունը։ Ես շատ ուրախ եմ, որ դուք առաջին գնահատականը տալիս եք հենց դրան։ Լիան, շատ անգամ ինձ ասել ես, որ քո ընկերները զգում են ինչ փոփոխություններ, օրինակ քո արտաքին տեսքի մեջ, ինձ դու շատ սիրուն ես, ուրեմն շատ ավելի սիրուն ես դարձել, բայց նաև հիշում եմ մի անգամ դու ինձ դասի ժամանակ ասացիր, որ դու միշտ ամեն ինչից ուշացել ես եւ ինչ սկսել ես, այո, եւ ինչ սկսել ես Պիլատեսի գալ, ասցիր, որ դարձել ես շատ պունկտուալ։ Էլ ինչ փոփոխություններ ես քո առօրյայում դու նկատել Պիլատեսով զբաղվելուց հետո։ Նախ անդրադառնամ պունկտուալ լինելուն, դա իմ երևի մանկուց եկած ամենաբացասական երևի հատկանիշներից մեկն է ուշանալը, ու մանավանդ որ ես իմ սեփական բիզնեսով եմ զբաղվել, գնացել եմ այն ժամին, երբ ինձ է հարմար եղել, ու ուշացել եմ գրեթե ամենտեղ։ Դա վատ հատկանիշ է, բայց ես ուզում անկեղծ լինել ասել։ Ինձ քո դասերին ես շատ գրեթե չեմ ուշանում ու դրանից հետո ես արդեն ժամադրության, գործնական հանդիպման, ինչ որ բան որ պայմանավորվում եմ, հասկանում ինչքան ես չէի ուզենա որ ինձ սպասեին, նույնը վերաբերվում դիմացինից նկատմամբ ու
գրեթե չեմ կարող ասեմ չեմ ուշանում, բայց արդեն գրեթե չեմ ուշանում։ Չէ, չես ուշանում, Լիան, դու Պոդքասթին ասա, որ շուտ եմ եկել։ Չէ, շատ պունկտուալ Ալիանան միշտ ամենաառաջինն է գալիս, երբ որ խմբում արդեն մի հոգի է կածայելում, ես դասը սկսում եմ։ Ես ուզում եմ նաև նշել Այլյանան, որ ասաց, որ ինքը դարձել է պունկտուալ, ես հենց այս պոդքասթի իմաստը ստեղծվելու հենց այդ էր, որ մենք ամեն մի հյուր պատմի իր պատմությունը, ոչ թե նրա մասին, որ ես սիրունացա, ես ձգվեցի, ես նիհարեցի, այլ նաև օրինակ փոփոխվեց այն, որ ինքը դարձավ պունկտուալ։ Ու ես ունեմ շատ հաճախորդներ, որոնք ունեն շատ հետաքրքիր պատմություններ, եւ ես շատ ուզում եմ, որ այս պոդքասթի շրջանակներում բոլորդ պատմեք այդ պատմությունները, որովհետեւ յուրաքանչյուրը ունի իր յուրօրինակ պատմությունը, որոնք շատ են լինելու եւ հետևորդներին խորհուրդ կտամ, որպեսզի բոլոր պատմությունները լսեն, քանի որ ամեն կին ու ամեն մարդ կարող է այդ ոդկասթի հարցազրույցում ինչ որ մի իրենը գտնի, այո, գուցե ինչ որ մի բան իրեն դրթի ինքն էլ ինչ որ մի քայլ անի ու շատերը միշտ ամեն ինչը հետաձգում են հետո, գուցե այդ ոդկասթը լսելուց հետո ինքը եւ հենց այդ ճիշտ որոշումը կայացնի եւ իր կյանքը փոխի այնպես, ինչպես դուք բոլորդ փոխեցիք։ Ճիշտ է, ես եւս մեկ հատկություն ասեմ, որի մեջ ավելի ոչ թե բացահայտել եմ, այլ զարգացրել եմ կանացիությունը։ Ինձ պիլատեսը ավելի ոնց որ բացել է կանացիության գաղափարը, չեմ կարող ասեմ ինչեւ այդ տղամարդկային էներգիա ունեցել, բայց բիզնեսում հաջողության հասնելու համար բոլորս ունենում ենք տղամարդու էներգիա, որտեղ փողը տղամարդու էներգիա շատ դժվար է որ փող աշխատելու ժամանակ կինը մնա կին։ Իսկ պիլատեսի ժամանակ երբ որ դու մարմինդ հասկանում ես, փորձում ես կենտրոնանալ, զգալ քեզ, դու զգում ես մի րոպե, ես կին եմ, ես կանացի եմ։ Լիան շատ այն ուրախացնում է, որ լսում եմ այս նախադասությունները, այսինքն սա այն ներքին խորքից եկածող նախադասություններ են, որը որ դուք զգում եք ու որը որ ես միշտ ասել եմ նաև նախորդ հարցազրույցներում, որը մենք երբեք նկարներով չեն կարա ցույց տանք այդ առաջ եւ հետոն պիլատեսի նկարով չեն կարա։ Դա միայն կարող ենք այսպես պատմելով մենք այո բոլորին պատմենք եւ ով չի երբևէ փորձել պիլատես, որ իրենք էլ հասկանան թե ինչպիսի փոփոխություններ կարող են տեղի ունենալ իրենց կյանքում։ Մեր հետևորդներն պատմեն, որ մեր ստուդիա առաքեցին տորտ։ Այդ տորտը բերեցին եւ մենք մի քանի ժամ չէինք հասկանում այդ տորտը մեզով է նվիրել եւ ես story արեցի Instagram-ով, նոր հարցրեցի հայտնվիր մեր անակնկալ անող եւ Լիաննան էր այդ անակնկալ անողը։ Տորտը կիսված էր երկու մասի։ Մի մասը շատ ծաղիկներով լի տորտ էր, մյուս մասը ներդաշնակ, այո, ասենց ոնց որ երջանի գույներով, մյուս մասը ուրիշ տեսք ուներ, ավելի ոնց որ տխուր տեսք ուներ, կասես այդ գաղափարը, այսինքն դու այդ տորթով իմ ամբողջ պոդքասթի իմաստը արտահայտել ես։ Հիմա խնդրում եմ, այ ոնց այդ միտքը ծակեց քո մոտ, ոնց դու ես չէ նկարագրել օրինակ այդ դիզայներին, այո, պատվիրի ժամանակ, որ այսպես տորտ անեք, այսինքն դու զգացել ես այդ ամեն ինչը քեզ մեջ։ Միանշանակ ինձ թվաց, որ երբ որ դու այդ տորտը ստանաս, միանշանակ իմանաս, որ դա իմ կողմից է, որովհետև ամեն անգամ պարապմունքից առաջ ասում եմ, իմ կյանքը փոխվել է պիլատեսից առաջ ու հետո, ու նույնիսկ 1 օր առաջ ես այդ ֆրազան քեզ ասեցի, բայց երևի չտպավորվեց քո մոտ։ Որտեվ ես գիտեմ բոլորի կյանքն է փոխվում, իրանք պրոստը չեն Ես ինքս իմ կողմից եմ ասում, դրա համար ոչ մի գրառում չկար, թե ես մտածեցի, որ դու մի անգամից շատ հետաքրքիր, որ մենք մի քանի ժամ չէինք հասկանում, բայց բոլորս շատ ուրախացել էինք ու բոլորը նկարում էին այդ տորտը։ Այդ օրը ով մտնում էր մեր ստուդիա, տորտը նկարում էին։ Քո մի տարին էր լրացել մեզ մոտ գալու։ Երկրորդ տարին է սպասեք անակնկալի։ Տեսնենք այս տարի ինչ կմտածես։ Ես շատ հետաքրքիր պատվերը գրանցելուց ասի պատկերացնում եք, որ օրինակ ամեն օր անձրևոտ եղանակը ու դա միանգամից փոխվում արևոտ եղանակալում ու նկարագրեցի էմոցիաներս եւ տորթը հենց էմոցիաների շուրջը ոնց որ պատրաստվեց, այսինքն ես կարացա փոխանցեմ այն ինչի ներսում իրոք կատարվել է։ Այո, դուք նկարագրեցիր քո կյանքը պիլատեսից առաջ եւ հետո տորթի միջոցով։ Ես շատ ուրախ եմ։ Դու շատ փորձառու բիզնես կին ես։ Նկատել ես, որ այդ 1 ժամը, երբ որ դու մարզվում ես եւ մարզվելուց հետո քո մտքերը ավելի པարզ են, ավելի այդ բիզնես որոշումները հեշտ եւ ավելի ճիշտ ես կայացնում, նկատել ես այդ փոփոխությունը։ Իհարկե, շատերը ասում են ժամանակ չունեմ, տենց հասկացողություն չկա ժամանակ չունենալ։ Հետո սպորտով զբաղվել է ու քո սիրած, օրինակ իմ դեպքում պիլատեսն է, դա դիսցիպլինա է, այսինքն դու հասկանում ես, որ այդ ժամերը քո մոտ ֆիքսված են, ու ես դրանից հետո միշտ գնում եմ նախաճաշելու ընկերներիցս որոնց մեկի հետ։ Էդ էլ է ոնց որ որոնց ժամանակը ես երբեք չեմ գտնում ձեզ միանալու։ Կմիանալ։ Այսինքն դա էլ նոր ոնց որ մի ռիտուալից նոր ռիտուալ
առաջացնում ու արդեն դու դասավորում ես քո գործը, այսինքն որ դրանից հետո դու այս գործը ունես անելու ու քո օրվա դիսցիպլինայից հետո քո պլանավորումը շատ ավելի լավ է գնում։ Իհարկե դրա դեպքում արդեն ստրեսն է քչանում, որովհետեւ դու լարված չես լինում հասկանում, այ հիմա էս չհասցրեցի, էս պետք է անեմ, այլ ինքը սենց սահուն ամեն ինչ առաջ է գնում։ Ես ուզում եմ ասեմ, որ շատ կանանց ես խորհուրդ եմ տալի իսկապես այդ ժամանակի մենեջմենթը կարողանան կառավարեն, որտեվ իրականում ամեն ինչ հնարավոր է հասնել։ Ես ունեմ նաև մայրիկներ, իմ մոտ հաճախող, որոնք ունեն 4 երեխա, 2 շուն, բիզնես, բայց իրենք գտնում են իրենց համար այդ մի ժամը, նույնիսկ եթե ինչու ոչ կտրվելու այդ ամենից միտքը հանգստացնելու եւ այդ մի ժամը նվիրելու հենց իրենց։ Ի վերջո կնոջ բարեկեցությունից կապված է նաեւ ամբողջ ընտանիքի բարեկեցությունից։ Եթե կինը երջանիկ, իրեն հանգիստ է զգում, ոչ թե ամբողջ օրը կենցաղի երեխաների այդ նյարդային լարվածության մեջ, գալիս ես այստեղից բնականաբար գնում ես տուն լրիվ ուրիշ տրամադրությունով, լրիվ երջանիկ եւ շատ դրական էներգիայով լցված եւ դա անդրադառնում է նաեւ արդեն ընտանիքի բոլոր անդամների վրա։ Մարդու որոշումն է, ինքը ուզում է կյանքը վայելել, թե գոյատևել։ Այո, մենք վայելում ենք։ Հաստատ։ Լիան, դու շատ ես ճանապարհորդում, նույնիսկ երբեմն մարդիկ գիտեն դու երբևէ Հայաստանում չես լինում։ Կասես, որ երկիրը կասոցիացնես պիլատեսի հետ, ոչ թե ուզում եմ այն երկրի անունը տաս, որտեղ օրինակ մարդիկ շատ են պիլատեսով զբաղվում, այլ որ երկիրն է քո մեջ արթնացնում այն զգացմունքները, որը որ դու զգում ես պիլատեսի դասի ժամանակ։ Առաջին միտքը, որ քո հարցից հետո եկավ, դա Բալին է։ Բալին շատերը յոգայի հետ են մեդիտացիայի, բայց ես կասոցացնեմ պիլատեսի հետ, որովհետև այդտեղ ինչ որ առողջ ապրելակերպի հետաքրություն ու էներգիա եմ տեսնում, դրա համար ինձ համար դա все-таки կլինի միանշանակ Բալին։ Այո, ինչպես եւ յոգան, պիլատեսը նույնպես համարվում է mind and body ուղղվածության մեջ, այսինքն այո, դա այն մարզատեսակն է, այն մեթոդներն են երկուսն էլ, որտեղ բացի մարմնից մարզում ենք նաեւ մեր միտքը, իսկ դա շատ կարեւոր է, որտեղ երբեմն մարդկանց թվում է, որ ինչ-ինչ բաներ իրենք չեն կարող, կամ ես ինչ որ վարժություն եմ ցույց տալիս, հաճախորդը կարող է ասի, ես կյանքում դա չեմ անի, բայց երբ որ միտքդ արդեն պատրաստ է, ու ես միշտ այս արտահայտությունը ասում եմ, առաջինը ձեր մտքում զգացեք այդ վարժությունը, հենց այդ է իմաստը, որ դու հասնում ես քո մտքի հնարավորության գագաթնակետին պիլատեսի օգնությամբ, իսկ երբ որ դու դրան հասնում ես, դու արդեն ֆիզիկապես կարողանում ես անել այն ամեն ինչը քեզ հեքիաթ է միշտ թվացել։ Նույնիսկ որ կենտրոնանում ես, վարժությունը այլ կերպ ես անում։ Այո, իհարկե։ Ու ավելի շատ ես արդյունք ստանում։ Այո, կենտրոնացումը հենց պիլատեսի սկզբունքներից ամենակարևորներից մեկն է։ Լիան, իսկ ճամփորդությունների ժամանակ դու մարզվում ես, թե լիարժեք հանգստանում ես։ Օրինակ ես իմ օրինակը ասեմ, առաջ երբ որ ես գնում եի հանգստանալու, բացարձակ ինձ թողնում էի հանգիստ, մտածում էի, որ դե տարվա մեջ պետք է մի 2 շաբաթ էլ մարմինը հանգստանա, բայց եկավ մի ժամանակ, երբ որ ես զգացի, որ այդ դադարը ինձ ավելի իմ էներգիան տանում է, ոչ թե ինձ տալիս է, ես հանգստանում եմ, ու ես որոշեցի թեկուզ շաբաթվա մեջ 2-3 անգամ այդ մարզումը սպահել ուղղակի էներգիաս չկորցնելու համար, եւ շատ հաճախորդներ դա կփաստեն, հանգստից հետո երբ որ գալիս են, այդ առաջի օրը թվում է թե աշխարհի վերջն է, որովհետեւ ոչինչ չեն արել, այդ էներգիան կորցրել են, ու ես հստակ որոշել եմ էներգիան չկորցնելուս համար պարտադիր շաբաթվա մեջ 2-3 անգամ ճամփորդելիս մարզվեմ։ Ոնց ես անում դու։ Անկեղծ պատասխանեմ, կախված է երկրից, ուղղությունից, որտեղ ես մեկնում եմ։ Օրինակ, երբ որ ես Սաուդյան Արաբիայում էի, ինքը Ալուլայում շատ գեղեցիկ անապատային հանգիստ էր ու առավոտյան շատ հետաքրքիր սեսիաներ էին անում, հենց յոգայի, պիլատեսի ու անպայման մասնակցում էի։ Այսինքն այդ վայրի հետ դա ասոցացվում էր, նույնպես Բալիում հետաքրքիր էր, Մալդիվներում, այսինքն ավելի пассив հանգստավայրերում դու կարողում ես թույլ տաս, որ քո մարմինը թուլանա, միտքդ կենտրոնանա ու դու process-ի մեջ լինես, բայց եթե դու քաղաքային հանգիստ ես ընտրում, մեծ մեգապոլիսներում չես կարող կենտրոնանաս, քո միտքը առավոտյան շուտ նախաճաշես, գնաս այս վայրը նայել, հասցնել։ Այդ դեպքում անելու ես կիսատ պրատես անելու, ես էլ չեմ ուզում նման կերպ անել, այդ դեպքում գալիս եմ հետ, բաց թողնված է, եթե շաբաթը 3 եմ գալիս, ամեն օր գալ, այո, բացը տենց եմ լրացնում։ Այո։
Լիան, օրինակ դու այն մարդկանցից ես, ով օրինակ մի հատ նոր բան է հայտնագործում, լավ բան է փորձում, պարտադիր պետք է բոլոր իր ընկերներին, օրինակ ես գիտեմ մարդիկ, то есть ես վերջերս իմացա, որ կան մարդիկ, որ ինչ-որ լավ բան փորձում են, բայց ոչ մեկին չեն ասում, ես շատ զարմացել եմ, որ նման մարդիկ կան, բայց քեզ իմանալով, քո բնավորությունը արդեն ճանաչելով, ես ասել եմ արդեն նախորդ մեր հարցազրույցներում, որ իմ հաճախորդների հետ մենք դառնում ենք ընկերներ, որովհետև շատ ենք իրար տեսնում եւ դե համար եմ ասում քեզ իմանալով, ես գիտեմ, որ դու միանշանակ շատ-շատերին խորհուրդ ես տալի մեր ակումբը, այսինքն դու կիսվում ես այդ լավ քո իմացածով ունեցածով բոլորի հետ, ուզում ես իրանք էլ բոլորը գնան փորձեն։ Հիմա ընկերներս որ նայեն այս ոդքասթը, ասեն իհարկե, որովհետև ես կարծում եմ ոնց որ արդեն ես պիլատեսի բրենդ ամբասադոր լինեմ ու ինչ որ մենք այս ամբասադորներ շատ ունենք, այո։ Ու որ ինչ որ տեղ ասում են, վայ, ինչ որ սպորտ եմ գնում կամ ինչ որ մարզիչի մոտ ասեմ, պետքա գնալ Ինեսայի մոտ, պետքա գնալ Pure ու ասես նայում են մտածում տոկոս ունեմ, բան ունեմ, բայց այդ հարազատ մարդիկ գիտեմ, որ ես բացի իմ բիզնեսից ոչ մի բան չեմ գովազդում, նույնիսկ գումարով միշտ հրաժարվում եմ, բայց այն բաները, որ ինձ ի սրտե դուր է գալիս, ես մտածում ինչի իրանք է չփորձեն։ Ոնց որ ուզում եմ կիսվեմ, ուզում եմ մարդկանց աշխարհը հայացք փոխել, մտածելակերպ փոխել, այսինքն իմ կյանք գալու միակ նպատակը, որ ես հաճույք չստանամ, այլ իմ կողքի մարդկանց նենց հաճույք պատճառեմ, որ իրենք հասկանան, որ ինձ հանդիպելով իրենց կյանքը ինչ որ դեպի ավելի լավն է գնացել։ Իսկ որ գան պիլատեսի ու այդ ինչ որ ես եմ զգացել իրենք ես զգան, հաստատ շնորհակալ կլինեն, ինչի՞ չէ որ։ Այո, միանշանակ ես ինքս էլ եմ, երբ որ ինչ որ մեկը մտնում է, օրինակ gift card առնելու, ես միշտ այդ մարդկանց որ տեսնում եմ, ասում դուք չեք պատկերացնում, այդ մարդը ում դուք նվիրում եք, ձեզ անverջ շնորհակալ է լինելու իսկապես, եւ շատ եմ սիրում այդ քո կանացի այդ կինը կնոջ սիրելու քո հնարավորությունը, իսկապես դու ես շատ եմ նկատել այդ բանը քո մեջ եւ շատ գնահատում եմ եւ շատ կուզենամ, որ մեր հայ կանանց մեջ այդ բանը շատ զարգանա, որտեվ նաև նկատել եմ, որ շատ անգամ ինչ որ, չգիտեմ, ինչ որ բացասական տենց նախանձի պես բան ունենում ենք, բայց շատ եմ ուզում, որ բոլորը այսինքն սիրեն քո պես, բոլորը մեկը մեկին խորհուրդ տա, ոչ թե պահի ու մտածի, որ չէ, մենակ ես գիտեմ, ես մենակ գնամ, ես մենակ սիրուն լինեմ, ես մենակ առողջ լինեմ, այլ քո պես տարածեն ու շատ ունեմ նաև հաճախորդներ, որոնք այդ արտահայտությունը, որ ասացիր, դառել եմ ձեր ամբասադորը, արտահայտություն կա, ասում են դառել եմ Ինեսայի վկան, որ բոլորին այդ այնց խորհուրդ են տալի, պատմում են եւ ես կարող եմ վստահեցնել մեր հետևորդներին, որ ձեր խորհուրդներին այն մարդիկ, ովքեր հետևում են, իսկապես իրանք ձեզ շատ-շատ շնորհակալ են լինելու։ Ես էլ եմ շատ շնորհակալ, որ դուք գնահատում եք, ընտրում եք մեր ակումբը եւ տարիներ շարունակ մենք միասին անցնում ենք այս ճանապարհը, որը տրանսֆորմացնում է մեր կյանքը եւ մեր կյանքը կիսվում է պիլատեսից առաջ եւ հետո։ Ես շատ շնորհակալ եմ, Լիան, որ քո թանկ ժամանակը տրամադրեցիր մեզ, կներես, որ մեզ մի քիչ սպասեցիր, իսկապես այս օրով տան ժամանակ գտնել եւ գալ, մերսի։ Սիրով Ինեսա ջան։ Իսկ դուք մի մոռացեք մարզվել հատկապես пассив հանգստի ժամանակ, չէ՞ որ դուք լցվում եք էներգիայով, ինչի որ կօգնի ձեզ լիարժեք անցկացնել ձեր հանգիստը։ Իսկ ես սիրով կսպասեմ ձեզ Pure Pilates by Inessa ակումբում։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք ել ավելի հետաքրքիր հարցազրույցներ։